ինչը հաստատում սա, որ օրը պիտի տեղի ունենար այդ այսպես կոչված ահաբեկցություն, կա որևէ տեղ փաստ, կա արձանագրություն, կա ահաբեկչություն կամ որևէ գործողություն անելու համար պետք է լինի վայրը, կարծում եմ պետք է լինի օրը, ժամանակը եւ պետք է լինի օբյեկտը, ովքեր էին այդ օբյեկտը կամ ով էր օբյեկտը, նշում, կա այդպիսի բան, ուրեմն, քանի որ այս դատարանում, պատվարժան դատարան, այսպիսի վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրող կողմից իրավունք է տալիս ուրեմն Հայաստանի Հանրապետության այսպես կոչված արտգործնախարարին, որը ես շատ լավ եմ ճանաչում, Եվրոպայի պարլամենտում խորհրդում հետևյալն ասելու Հայաստանում հոգևորականների նկատմամբ վալացանք չկա։ Սա կարող ես մի հատ բացել։ Սիվիկումը իմիջայլոց, որ չասեն կեղծվածը։ Խնդրում եմ, կներեք։ Ուրեմն որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել, սա բացահայտ ձևով են արել, հիմա ամենակարևորը, նաև սպանության կոչեր են արել, տխուր իրականությունն ենք Հայաստանում, ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են, նաև սպանության կոչեր են արել, հիմա այս գործը ամբողջության մեջ, բանաձևվածը, այս մարդու խոսքում, այս անպատասխանատու մարդու խոսքում, ևս մի զրպարտիչ, ևս մի ստախոս։ Հիմա եթե դատարան գնանք այս խոսքի համար, կասի ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ ասում։ Դու մարդկանց կյանքին է ձեր ասածները վերաբերում։ Եվ այդպես շարունակ 14, 15, 20 հոգի խորհրդարանից բռնած մարդիկ կան, որոնք ափեղ-ծփեղ կներեք այս արտահայտությունը, բերանները բացել են։ Հիմա դատարաններում խելոք գալիս են ասում են քաղաքական գնահատական եմ տվել, պատվարժան դատարան։ Հիմա ես եթե ելնեմ այստեղ ինչ ուզեք ասեմ, ձեզ ասեմ, մեղադրողին ասեմ, չգիտեմ ում ասեմ, ինձ կարգ իրավունք ասեմ քաղաքական գնահատական եմ տվել, կանցնի դա, կընդունվի ձեր կողմից։ Մարդուն մեղադրում են գործակալ լինելու փողեր լվանալու մեջ, կոնկրետ իմ պարագային, հետո ասում են դե բան էր, վերացական գնահատական էր։ Այս պատճառով այսպիսի վերաբերմունքի պատճառով ենք մենք հասել այսօրվան։ Մարդիկ չեն հասկանում, որ սա մարդկանց կյանքի հետ է կապված, մարդկանց կյանքին է ուղղակի առնչված, տնից զրկել եք մարդկանց։ Վահագն Չախալյանը որևէ կերպով չի առնչվում եւ տարբերություն չունի մյուսների գործից, բայց այսօր կալանքի տակ է։ Իմ մասին չեմ ասում։ Ես չեմ համագործակցելու որևէ կերպով, բայց դրա մասին չխոսք է։ Հիմա օրը կա, դատախազին հարցնում են օրը կա, ինչ օր ասեք ասեց։ Էլ խաչվերած, էլ օգոստոս, էլ սեպտեմբեր, էլ նոյեմբեր, էլ 24 թիվ, էլ 25 թիվ։ Ինչ ասես ասել է խորհրդարանի ամբիոնից։ Չեմ չափազանցում։ Քննչական կոմիտեի ղեկավար, տո պատգամավորներ, տո չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ընդհանրապես անկենսագիր մարդկանց մասին չեմ էլ ուզում խոսել ես։ Օրը կա, բացարձակ, օբյեկտը կա, բացարձակ, գործիքը կա, բացարձակ չկա։ Հնարել են հարվածային խմբեր, այո, ես եմ ասել հարվածային խմբեր, բայց ես միևնույն ժամանակ ասել եմ ֆուտբոլի թիմ, ասել եմ խրամատ, ասել եմ առաջնագիծ։ Այլաբանորեն պատկերավոր խոսում ենք մարդկանց հետ, դուք որևէ մեկը չի ասում, ասենք մեկին, որ կներեք, այս կենցաղային օրինակ մեկին, որ ասում են պարսկերեն բառը վարունգ, այդ մարդը դարձավ վարունգ, չէ։ Կամ ասենք խորհրդարանում լիքը մականունավորներ կան, դրանց անուններով դիմում են, այդ դարձան դրանք, ոչ։ Այդ մարդուն կասենք քաղաքական գնահատական է։ Վերջ, քաղաքական գնա, վերացարկված, վերաբերելի չէր այս գործին, էդ էլ ուրիշ բառ, վերաբերելի չէր, ինչը վերաբերելի չէր, այս գործը ամբողջության մեջ մի մասն էլ ընդ որում, ես հիմա դետալներ եմ ներկայացնում, որի իրավասությունը երևի չունեմ էլ, բայց վերջում հայտարարություն եմ անում, պետք է խնդրեմ թույլ տաք անում։ Ուրեմն, այս գործը մի մասով կտրված է այսպես անջատված,
նույն ձայնագրությունները, նույն տան կամ կողքի կամ որևէ տարածքում ասում են սա գործ չի, մեղադրանքի հետ կապ չունի, բայց այս սա մեղադրանքների հետ կապ ունի։ Եթե ամբողջությամբ մեջ չեք գնահատելու դա, ինչ ուզեք կդնեք մեջը, ինչ կերպ ուզեք կդնեք, մի հատվածը կվերցնեք կդնեք, մյուսները կասեք չի վերաբերում։ Օրինակ ասենք, իմ խցխուցը ձայնագրություններ լսել են, արձանագրել են, կապել են գործի հետ, բայց չկա մեղադրականում։ Որպես փաստ պետք է դրվել։ Հունիսի 4-ի դրվագը, որի մասին խոսում եմ ես, անընդհատ չկա, ինչու չկա, որովհետև այդ մեկ ամբողջական խոսակցություն կոչվածը, որը նորից եմ ասում, փորձաքննություն չի անց, հերկումը ամբողջ այդ 8 ամսվա, 10 ամսվա այդ փնթի ձայնագրությունները։ Անցյալ անգամ ասել եմ պատվարժան, կներեք երկարացնում եմ, ասել եմ անցյալ, ես ձայնագրեի, գործ անեի, շատ ավելի լավ կանեի։ Ուրեմն այսպիսի կոչերի պատճառը դառնում այսպիսի վերաբերմունքը։ Եվ նաև ԵԽԽՎ-ում որոշակի արձանագրումներ են կատարում, որի մասին ես հիմա կանդրադառնում եւ լավ են վերաբերելի այս գործին, որովհետեւ հղում այնտեղը նաև իմ մտի ունենալով հենց այս գործը։ Ինչ է ուզում ասել։ Իմ գնահատականը ասեմ։ Այս գործը սկսել է նրանով, ես առաջի կալանավորված հոգեվորական եմ։ Առաջի սկսել է ինձանով, բայց որպեսզի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, դե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ։ Եվ հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառ։ Հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ Սրբազանը եւ այսօր էլ վարույթ են հարուցել Վեհապար Հայրապետի դեմ։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենավաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնել մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Այո կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլին։ Ես ուղղակի պահանջում եմ, որ իրենք մի կողմ թողնեն, բոլոր անկեղծ, պարզ մտքով գործը իր էությամբ դետալով ասեն, որ սա այս է։ Եթե հրանք չունեն, ես ողջամիտ կասկածում եմ, որ հրանք կա։ Եվ ավելին կա, այո կա, մինչև այսօր ոչ մի հարցի պատասխան չեն տվել, ոչ պաշտոնյաները, ոչ էլ ցավոք սրտի այս դատարանում մեղադրողները։